Տրամաբանական է, որ ուժեղ Հայաստանը Կարապետյանին ընտրեց վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, ակնհայտ է ընդհանուր պատկերից, որ այդ թիմում թերևս չկա ավելի ուժեղ ֆիգուր, որը կարող էր առավել էֆեկտիվ թեկնածու լինել հասարակական ուշադրության եւ վստահության տեսանկյունից։ Նաեւ պարզ էր, երբ հրապարակվեց սոցհարցման տվյալ, ըստ որի Նիկոլ Փաշինյանին Սամվել Կարապետյանը գերազանցում էր իր վարկանիշով եւ հասկանալի էր արդեն, եթե թիմը հրապարակել է այդպիսի սոցհարցման տվյալ, ապա տեխնացուն այլևս կլինի հենց Սամվել Կարապետյանը, ինչպիսին կլինի հանրային վստահության աստիճանը եւ մոբիլիզացիան այդ ուժի շուրջ, սա իհարկե կախված է լինելու, թե ինչպիսի ընտրարշավ կանցկացվի եւ ինչպիսի խոսակցություն կունենան հասարակության հետ, այսինքն այստեղ էլ պատասխանը շատ պարզ է, ամեն ինչ կախված է հանրության հետ խոսակցությունից այս ընտրարշավի ընթացքում, բայց կարծեմ Հայաստանի պարագայում կա հետևյալ խնդիրը, ոչ միայն հանրային վստահություն վաստակել, այլ նաև կարողանալ պահել եւ կապիտալիզացնել այդ վստահությունը, հաշվի առնելով այն, որ իշխանությունը անկասկած փորձելու է իր դիրքերը պահել ոչ միայն օրինական, այլ նաև ոչ իրավաչափ օրենքից եւ սահմանադրությունից դուրս ճանապարհներով եւ մեթոդներով, եւ սա ոչ միայն ենթադրություն է, այլ մենք գործնականում տեսնում ենք, որ արդեն իսկ իշխանության գործողությունները ներառում են նաև այդպիսի մեթոդներ։ Հետեւաբար այս հարցի պատասխանն է թերևս նաև գլխավորը։ Պարոն Բադալյան, տեսեք, այսօր սունկի պես աճում են այն քաղաքական կուսակցությունները, ովքեր հայտ են ներկայացնում դաշինքային ձևաչափով կամ հենց կուսակցության ձևաչափով մասնակցել գալիք ընտրություններին։ Հետաքրքիր է, հա, ըստ ձեզ, այս ամենը միտված է հենց գործող իշխանությանը հեռացնելու, թե ամեն դեպքում ձայները փոշիացնելուն։ Եթե դիտարկում ենք բազմազանությունը ուժերի, այդ ուժերի շարքում բնականաբար կան ամենատարբեր նպատակներ ունեցողներ, այսինքն թե իշխանության հետ պայմանավորված խաղի մեջ մտնողներ, նույն փոշիացման տրամաբանության մեջ, թե պարզապես թող ներվի ասել, այսպես ֆոլկլորային ձևակերպմամբ, ընդհանրապես փող աշխատելու համար խաղի մեջ մտնողներ, եւ թե գուցե նաեւ անկեղծ ուժեր, որոնք ինչ որ սկզբունքային պատկերացումներ ունեն եւ այդ պատկերացումները չեն կիսում որևէ այլ ուժի հետ եւ այսպես համառորեն փորձում են դրանք արտահայտել հենց իրենց դեմքով։ Այսինքն այս դիապազոնը շատ տարբեր է եւ սա փաստացի բնորոշ է թե հայաստանյան բոլոր ընտրություններին եւ թե նաեւ թերևս աշխարհի շատ երկրներում ընտրական պրոցեսներին։